Հարգելի հեռուստադիտողներ, մեր տաղավարում այժմ հարցազրույց է նախատեսված եւ ես սիրով հյուրընկալել եմ մեր հյուրին, ում մեր տաղավարում ժամանակին շատ հանդիպումների առիթ ենք ունեցել։ Մեր տաղավարում է պարոն Արմեն Բայբուրդյանը, արտակարգ եւ լիազոր դեսպան, դա դիվանագիտական աստիճան է եւ միշտ նրա հետ է նա նաեւ Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսներ ժամանակին։ Բարև ձեզ, պարոն Բայբուրդյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ տրվեց այս հնարավորությունը ձեր կողմից, սիրով կանդրադառնանք նորից ներգործունեությանը դիվանագիտական, որովհետև այն շատ կարևոր առաքելություն է, որ դուք իրականացրեցիք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ եկեք մի քիչ անդրադառնանք փաստին, որ դուք աշխատեցիք Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունում, հետո առաջ կգնանք։ Յուրահատկությունը իմ աշխատանքի այն էր, որ երկու անգամ եմ փաստորեն Լոս Անջելեսում գլխավոր հյուպատոս եղել, ինչպես հայտնի է։ Պատիվ եմ ունեցել հիմնադրել գլխավոր հյուպատոսությունը 1995 թվականի սկզբին եւ աշխատել եմ մինչեւ 97-ի կեսերը, այնուհետեւ նորից ստանձնեցի այդ պաշտոնը 2018 թվականի սեպտեմբերին եւ աշխատել եմ մինչեւ 2022 թվականի մարտ ամիսը։ Սովորաբար ասում եմ, որ երկու անգամ նույն ջուրը չեն մտնում, բայց երկու անգամ փաստորեն եղել է, որ հանդգնեցիք դուք փաստորեն, այո։ Ստացվեց այդպես, բայց գիտեք, հենց հիմա ուրիշ բան եմ ուզում հարցնել, բայց ձեր պատասխանը ինձ ստիպում է գալ այդ հարցին։ Այս պարագային նույնպես ձեր հայրիկին կրկնեցիք դուք, այսպես ասենք, պարոն Բայբուրդյանի հայրը հայտնի պատմաբան Վահան Բայբուրդյանով վերջերս վախճանվեց, մեր ցավակցությունները նաև այս առումով բոլորիս, ով որ չգիտեր, կարծում եմ, որ կմիանա այս ցավակցություններին, եւ ձեր հայրը ժամանակին առաջին դեսպաններ Իրանի Իսլամական Հանրապետությունում, դուք Միացյալ Նահանգներում առաջին գլխավոր հյուպատոսը։ Էլ չասեմ, որ ձեր հայրը պատմաբան էր, դուք նույնպես ընտրեցիք այդ մասնագիտությունը, այսինքն բոլոր ուղղություններով հետևորդն եք ձեր հոր։ Իսկապես, այո, հայրս ինձ համար եղել է ոչ միայն ծնող, այլ նաև միշտ փորձել եմ հետևել իրեն, որովհետև ինձ համար եղել է ոչ մարդկային բարձրագույն հատկանիշների մարմնավորումը, կրողը եւ միևնույն ժամանակ գիտնական եւ դիվանագետ եւ հետևել եմ հորս ճանապարհին, բայց մի քիչ յուրահատուկ ձևով, ոչ ամբողջությամբ կրկնօրինակելով, յուրահատուկ ձևով, որը իրեն էր դա ուրախացնում։ Նախ հայրս ինքը պատմաբան է, բայց նաև կրթությամբ արևելագետ պատմաբան է եւ իր մասնագիտացումը մերձավոր արևելքն էր, իրանագիտությունը, հայագիտությունը, թուրքագիտությունը, հայ-քրդական հարաբերությունները։ Իմ մասնագիտացումը եղել է Եվրոպայի պատմություն, հայ ժողովրդի պատմություն, հայոց պատմություն եւ հայագիտություն, հետագայում Ասիայի հետ հայոց պատմությունը համեմված Ասիայի պատմության հետ, ուրեմն Ասիա նկատի ունեմ մերձավոր արևելքն էլ է Ասիայում, բայց այս բաժանումը այնպիսին է, որ Ասիայի հարավային Ասիա, արևելյան Ասիա, հարավ-արևելյան Ասիան առանձին է գնում։ Իմ մասնագիտացումը դա է եղել եւ ինչպես հայրս լինելով պրոֆեսոր Երևանի պետական համալսարանի, մինչ այդ մանկավարժական համալսարանի, այն ժամանակ ինստիտուտ էր կոչվում Խաչատուր Աբովյանի, եղել է պրոռեկտոր գիտական աշխատանքների գծով, ռեկտորի պաշտոնակատար եւ այնուհետեւ Երևանի պետական համալսարանում միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի վարիչ։ Ես էլ, ուրեմն, եւ այնուհետեւ եղել է Իրանում ՀՀ առաջին դեսպան, ինչպես դուք նշեցիք, բայց ուրեմն իմ պարագայում նույնպես լինելով Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր, ես այնուհետև շարունակեցի նաև Միացյալ Նահանգներում, որպես Մասաչուսեթսի համալսարանի Ամերստում պրոֆեսոր եւ մինչեւ հիմա էլ հեռավար ձևով շարունակում եմ դասավանդել եւ իմ առաջին ուրեմն արտերկրում պաշտոնը եղել է Նյու Յորքը միավորված ազգերի կազմակերպությունում փոխդեսպան եմ եղել, այնուհետև գլխավոր հյուպատոս եւ Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան եւ Հնդկաստանի հետ մեկտեղ Հայաստանի համար կարևորագույն այդ երկրի
Հնդկաստանի հետ մեկտեղ եղել եմ դեսպան համատեղության կարգով Ինդոնեզիայում, Շրի Լանկայում, Նեպալում եւ ուզում եմ հատուկ նշել երկու եւս հանգամանք։ Եղել եմ Եվրամիության հետ Հայաստանի Հանրապետության առաջին գլխավոր բանակցողը եւ Եվրամիության հետ մեր ամբողջ դաշտը երկկողմ որ ունենք։ Դա որ թվականին էր ներողություն։ Ես դարձել եմ 2005-ի սկզբից գլխավոր բանակցող, 2005-ի սկզբից մինչև 2008 թվականի սկիզբը, այդ ժամանակ եվրոպական հարևանության քաղաքականություն ունեինք, այսպիսի Հայաստանը ներգրավել էր, ուրեմն գլխավորել եմ այդ բոլոր բանակցությունները, հիմքը դնելով մեր առաջին պայմանագրային դաշտի Եվրամիության հետ, եւ նաեւ եղել եմ Միացյալ Նահանգների հետ բանակցող, այն ժամանակ ունեինք շատ հետաքրքիր ձևաչափ, որը կոչվում էր անվտանգության երկխոսություն։ Ես ղեկավարում էի անվտանգության երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ հայաստանյան կողմից, իսկ ամերիկյան կողմից ուրեմն պետքարտուղարի ուրեմն օգնականի տեղակալներ ռազմաքաղաքական հարցերի գծով միասին աշխատում էինք եւ մենք ղեկավարում էինք պատվիրակությունները 6 ամիսը մեկ Երևանում կամ Վաշինգտոն DC-ում համապատասխան նիստերն էինք իրականացնում։ Ինքան բան ասեցիք արդեն շատ հետաքրքիր է ձեր կենսագրությունը եւ այդքանից հետո դուք հիմա թողեցիք դիվանագիտությունը, չնայած ինչպես արդեն ասացի, դեսպանը դիվանագիտական աստիճան է, որը որ պահպանվում է ընդմիշտ տվյալ անձի Այո, Ցիկյանս է, շատ ճիշտ։ Եվ չեք կարոտում այդ միջավայրը։ Իհարկե կարոտում եմ եւ երբ որ վերադարձա դիվանագիտական աշխատանքի 2018 թվականին դա հենց այդ կարոտի դրսևորումներից արտահայտություններից մեկն էր, բայց ասեմ, որ գիտեք, նաև բացի հայաստանյան որը իմ արյան մեջ է դիվանագիտությունից, նաև միավորված ազգերի կազմակերպությունում եմ աշխատել տարիներ շարունակ, ոչ սկզբում որպես Հայաստանի փոխներկայացուցիչ, բայց այնուհետև արդեն որպես միջազգային, ուրեմն միջազգային ծառայության մաս եւ քանի որ շարունակում եմ հերավար ձևով դասավանդել եւ դասավանդում եմ դիվանագիտություն, միջազգային հարաբերություններ, ուրեմն այդ իմ տարերքը այդ ձևով եմ ուրեմն բավարարություն գտնում։ Շատ հետաքրքիր է իհարկե ամեն դեպքում, բայց հիմա ստիպված ենք ընդմիջվել, որովհետև գովազդի ժամանակ է կվերադառնանք, հետաքրքիր զրույցը շարունակվելու է։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը եւ դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի եւ ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին, մուտք եք գործում armflix.com, քայլ երկրորդ, սեղմում եք բաժանորդագրվել կոճակը, քայլ երրորդ, ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը, քայլ չորրորդ, լրացնում եք քարտի տվյալները եւ գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր եւ անսահմանափակ, ներբեռնելով նաեւ հավելվածը հեռախոսի եւ անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների եւ տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով, իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS եւ Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա եւ վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր եւ էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։ Շարունակում ենք զրույցը, մեր տաղավարում է պարոն Արմեն Բայբուրդյանը, արտակարգ եւ լիազոր դեսպան եւ նաեւ պրոֆեսոր, ով շարունակում է դասավանդել, այդ մասին արդեն ասացինք, բայց շատ հետաքրքիր է, որ այստեղ Լոս Անջելեսում էլ դուք որպես համալսարանական նախաձեռնեցիք կապերի ամրապնդումը համալսարանականների այստեղի եւ Հայաստանի պետական համալսարանի միջև, սա նույնպես մղում էր չգիտեմ, ի պաշտոն է չէ, ինչը բերեց դրան ձեզ։ Նախ ասեմ, որ իմ
հարազատ կրթօջախը առաջին Երևանի պետական համալսարանն է, իմ ալմա մատերը, եւ իրականության մեջ այդ նախաձեռնությունը իմը չէր, պետք է ասեմ, որ նախաձեռնությունը գալիս էր Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանից եւ նաեւ Հովնան Սրբազանից, թեմի առաջնորդ, եւ ես միացա լինելով ուրեմն Երևանի պետական համալսարանի շրջանավարտ, ուրեմն նաև նախագահ դարձա, այդ հատուկ մի հատ հանձնախումբ ստեղծեցինք այստեղ եւ բեղմնավոր աշխատանքը շարունակվում է։ Ես 1 տարի նախագահելուց հետո ուրեմն փոխեցի այդ եւ փոխանցեցի ուրեմն այդ նախագահությունը մեր թիմի այլ անդամի եւ բայց շարունակվում է, մենք կանոնավոր շատ կերպով ուրեմն քննարկումներ ենք անում, բազմաթիվ հիմա մեծ միջոցառում ունենք մոտակա ժամանակում, որի մասին լրացուցիչ կտեղեկացնեմ եւ Երևանի պետական համալսարանից հետո ես սովորել եմ մի քանի այլ համալսարաններում, այլ թվում դոկտորականս պաշտպանել եմ Երևանի պետական համալսարանից հետո Ջավահարլալ Նեհրուի անվան համալսարանում Հնդկաստանում եւ նաեւ կուրսեր եմ ավարտել Հարվարդի համալսարանում, MIT-ում եւ այլն եւ դասավանդել տարբեր վայրերում, որը գալիս է հարստացնելու հայակենտրոն այդ դասավանդման հիմքը կամ ձեռք բերված կրթության հիմքը։ Եվ այսօր այս ամեն ինչը իշահ հուսամ նաև հայ ուսանողների, հայաստանցի ուսանողների եւ Հայաստանի պետական համալսարանի այս գործունեությունը նկատի ունեմ։ Այո, եւ Երևանի պետական համալսարանը շատ արագ կերպով առաջընթաց է գրանցում բոլոր ուղղություններով եւ շատ ուրախալի է, որ հետ չի մնում, այսինքն այսօրվա միջազգային չափանիշներից եւ արագ զարգանում է եւ մենք էլ ամեն կերպ այստեղից փորձում ենք նպաստել այդ գործընթացին։ Եկեք վերադառնանք պրոֆեսոր դեսպան Վահան Բայբուրդյանի գործունեությանը, որը ներառում էր նաև բազմաթիվ աշխատություններ, դա էլ եք ժառանգել, կարծեմ դուք էլ աշխատությունների հեղինակ եք, եթե չեմ սխալվում։ Ես էլ եմ, բայց հայրս չափազանց պտղաբեր գիտնական էր, այսինքն նա մոտ 20-ից ավել գրքերի մենագրությունների հեղինակ է, ստվարածավալ գրքերի եւ միևնույն ժամանակ մոտ 200-ից ավել հոդվածների եւ գիտեք ինչն է հետաքրքիրը, ուրեմն իր գիտական հետաքրության շրջանակը շատ լայն է, սովորաբար ուրեմն որպես կանոն պատմաբանները կամ այլ մասնագիտության տեր մարդիկ մասնագիտանում են այս կամ այն բնագավառում, հայրս գրել է հայագիտության մասին, իրանագիտության, խորամուխ եղել իրանագիտության, թուրքագիտության, հայ-քրդական հարաբերությունների, իսլամագիտության եւ այսպես շատ գրքերի հեղինակ եւ գիտեք նաեւ ինչն է հետաքրքիր, եթե նայենք տրամաբանությունը, դրանք բոլորը Հայաստանին հարևան երկրներ են եւ հորս միշտ այսպես գաղափարը եղել է, որ մենք Հայաստանում պետք է լավ ճանաչենք մեր հարևաններին, իրականության մեջ մեզ թվում է թե լավ գիտենք, բայց այնքան էլ լավ չգիտենք, դրա համար իր կարծիքով պատմությունը իմանալը եւ հայերենով ունենալ այդ բոլոր աշխատությունները, ինքը նաեւ պրակտիկ այդ երկրներում աշխատել է, լեզուները գիտի եւ դա նպաստում է, որպեսզի մենք լավ իմանանք եւ խորացնենք մեր հարաբերությունները եւ պատահական չէ, երբ որ Գիտությունների ազգային ակադեմիան նախաձեռնեց ուրեմն հարակից երկրների, Հայաստանի հարակից երկրների պատմության ժողովածուները, այսինքն մի զգալի մասը հայրս է հեղինակել այդ աշխատությունների, ինքը մասնագետ լինելով։ Պատկերացնում եմ ինչը պարտություն եք զգում այդ առումով։ Հետաքրքիր է, դուք ասեցիք լեզուներին նաև տիրապետում է, ես էլ ուզում էի հարցնել պարսկերեն գիտեր եւ փաստորեն ոչ միայն պարսկերեն այդպես է ստացվում։ Այո, հայրս ուրեմն բազմաթիվ լեզուների էր տիրապետում, պարսկերենը իր մասնագիտական լեզուներ շատ լավ գիտեր եւ պարսկերենից բացի բնականաբար արևելյան լեզուներից եւ թուրքերեն գիտեր, արաբերեն ոչ, թուրքերեն, նաև վրացերեն գիտեր եւ անգլերեն, գերմաներեն, ուրեմն այդ եվրոպական լեզուների մի շարքն էլ գիտեր եւ ինքը
ռուսերեն բնականաբար եւ Երևանի պետական համալսարանը ավարտելուց հետո սովորել եմ Մոսկվայի այն ժամանակ Ասիայի ինստիտուտ էր կոչվում, նշանավոր արևելագիտության ինստիտուտում, այսինքն այդ դարբնոցն էր այն ժամանակ արևելագիտության եւ ինքը հրաշալի տիրապետում էր հրաշալի ձևով այդ բոլոր լեզուներին։ Շատ հետաքրքիր է իհարկե այս հանգամանքը, նույնպես դուք աշխատություններ, գիտեք, մի տեսակ բարդ է հնչում աշխատություն կարդալ, ծանոթանալ։ Ինչ եք կարծում, կարելի է վերցնել որևէ աշխատություն հենց ձեր հայրիկի եւ որը կառանձնացնեք հատկապես, որը կհետաքրքրի յուրաքանչյուրին, ով այդ ուղղությամբ հետաքրքրություն ունի։ Նայեք, ուրեմն չեմ ուզում առանձնացնել այս կամ այն աշխատությունը, բոլորը վերջին աշխատությունները, որ հրատարակվել են 3 գիրք վերջին վերահրատարակվել են, մեկը 5-րդ անգամ, մյուսը 4-րդ անգամ տարբեր լեզուներով իր աշխատությունները հրատարակվել են տարբեր լեզուներով, այո, եւ նախաձեռնությունը վերահրատարակելու գալիս է օրինակ բերեմ ձեզ, նախ Երևանի պետական համալսարանը վերահրատարակեց հորս ստվարածավալ Իրանի պատմությունը եւ Օսմանյան կայսրության պատմությունը եւ հետաքրքիր ինչ է որ հայրս գրելով այդ երկրների պատմությունը նաեւ համեմում է ուրեմն հայոց պատմության հետ։ Ես առաջի անգամ ուրեմն Հրաչյա Աճարյանի երբ որ գիրքը կարդացի հայոց պատմությունը համեմված ուրեմն համաշխարհային պատմության դուրս շատ եկա, որտեղ չի առանձնացվում հայոց պատմություն առանձին այս ռեգիոնի կամ երկրի, այսինքն համեմված եւ Երևանի պետական համալսարան ինքը նախաձեռնեց վերահրատարակությունը։ Մյուսը ուրեմն միջազգային առևտուրը եւ հայերի դերը միջազգային առևտրում, հայ վաճառականության դերը 5 անգամ է հրատարակվել եւ հայերեն եւ անգլերեն, հիմա ռուսերենն է նախապատրաստվում եւ անգլերեն վերջին հրատարակությունը սկզբում Հնդկաստանում էր, հիմա այստեղ Լոս Անջելեսում է եւ Երևանում։ Ինչի հետաքրքիր ինչ է, Մանթաշանց ուրեմն այդ գործարար ակումբը որ կա, իրենք եկան նախաձեռնությամբ այդ գիրքը վերահրատարակելու, երբ որ ես հարցրեցի թե ինչու հենց այդ գիրքը հայերի դերը միջազգային առևտրում, որտեղ պատասխանը շատ Վահրամ Միրաքյան կա իրանց նախագահ, պատասխանը շատ պարզ էր, որ գիտեք, հայերը 17-րդ դարում հասել են այդ մեծագույն նվաճումների, ցանց են ստեղծել համաշխարհային առևտրի, եւ սա որպես օրինակ է ծառայում, ինձ ասում է ձեր հայրը, որ գրել է մանրամասներով այդ մասին, օրինակ է ծառայում, որ այսօրվա հայ գործարարները նույնպես կարող են միավորվեն, այսպիսի համաշխարհային ցանց ստեղծեն եւ նոր բարձունքների հասնեն։ Մանավանդ որ դրա կարիքը այսօր շատ կա, այդ ուղղությամբ է գնում Հայաստանի Հանրապետությունը եւ գործարար աշխարհը Հայաստանի Հանրապետության։ Ցավոք մեր ժամանակը սպառվեց, հուսամ էլի հանդիպելու հնարավորություն կունենանք ձեր ինչ խոսքով կուզեք դիմել հեռուստադիտողներին։ Խոսքս այն է, որ նախ շատ գնահատում եմ ARTN-ի հաղորդումները եւ մասնավորապես ձեր հաղորդումները եւ շնորհակալ եմ եւս մեկ անգամ որ հրավիրեցիք, որովհետեւ նաեւ խոսել պատմության մասին, խոսել մեր մեծերի մասին, դա միշտ կարեւոր է։ Անկախ նրանից որ խոսեցինք հորս մասին, թե չէ, բայց մեր մեծերի մասին խոսելը դա նաեւ մեզ ճիշտ ճանապարհով է տանում, մեզ Փարոսի նման, այսինքն լույս է տալիս առաջնորդում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մինչև հաջորդ հանդիպում։ Շնորհակալ։ Իսկ մեր ծրագիրն այսօր էլ ավարտվեց, հարգելի հեռուստադիտողներ, ցտեսություն։